Նախ բնականաբար մենք չսահմանափակվեցինք այն նեղորակարգի մեջ, որ իրենք էին մեզ ներկայացնում։ Դե խոսքը վերաբերում էր գենդերային հավասարությանը, ինչ-որ կանանց նկատմամբ բռնություններ, իրավահավասարություն, հանդուրժողականություն ներքին եւ Լեռնային Ղարաբաղի փախստականների ինտեգրման հետ կապված այստեղ խնդիրներ տեղահանված անձանց։ Նախ ասացինք, որ չէ, շատ լուրջ հարցեր կան Հայաստանում, որ ձեր օրակարգի մեջ չեն տեղավորվում եւ սա առիթ է, որ մենք խոսենք այդ թեմաներով, որովհետեւ մենք ուզեցել ենք նախ առանձին օպոզիցիայի հետ, ընդդիմության հետ հանդիպում, որովհետեւ այդ կարճ ժամանակում տեղավորվել հնարավոր չի։ Այդուամենայնիվ փորձեցինք իրար այսպես լրացնելով ես եւ պարոն Մամիջանյանը հիմնականում 4 թեմաների մասին ենք խոսել՝ քաղբանտարկյալներ, եկեղեցու դեմ արշավ, ուրեմն գերիների հարց եւ ընդհանրապես Եվրոխորհրդի մոտեցումները եւ մեր հարաբերությունները Եվրոխորհրդի հետ։ Քաղբանտարկյալների հետ կապված ես ասացի, ես այն անձանցից եմ եղել, որ եղել է այդ 5 չափանիշները ձևավորող հանձնաժողովի անդամ ժամանակին, գիտեք, քաղբանտարկյալներ տերմինը ձևակերպումը Եվրոխորհրդի խորհրդանական վեհաժողովն է տվել եւ 5 չափանիշներ կան։ Ես ասացի, կարող եմ վստահաբար հայտարարել, որ այդ չափանիշներին համապատասխան տասնյակից ավել քաղբանտարկյալներ ունենք, որ մարդիկ այսօր ոչ միայն իրանց անգամ խոսքի համար են այսօր դատապարտված կամ կալանավորված, այլ մտքի ենթադրյալ։ Օրինակի համար դուք ինձ բացատրեք, ոնց կարելի է դիտարկել մեր ձևով եկեղեցին պաշտպանելը որպես տերորիստական կամ ինչ-որ սահմանադրական կարգին դեմ կոչ։ Չէ, լսում է, դե կասեմ, իրենք վերջում իհարկե անդրադարձան, բայց շատ բան, համառոտ, բայց անդրադարձան, ամեն դեպքում չեն կարող չլսելու տալ դա։ Եվ եթե չգիտեն շատ ավելի վատ է, որտեվ ամիսներ շարունակ, բայց եթե չեն անդրադառնում այդ նշանակումը, չեն ուզում այդ թեմաներով խոսել։ Եվ ուրեմն այդ քաղբանտարկյալների հետ կապված, ասենք մենք առանձին ամեն մի кейսի, ամեն մի անձի հետ կապված խտապանակ կա, կարող ենք ձեզ փոխանցել, որ ձեզ շատ այսպես չզբաղեցնենք այս հարցով, հավատացեք, որ ամեն մեկի խնդիրը տեղը հստակ երևա, որ քաղաքական հետապնդման արդյունք է, եւ բացի դրանից, որ այդ քաղաքական հետապնդումները պարզ երևում են նաեւ նրանով, որ կալանքը դառել է պատժի միջոց։ Այսինքն այն քրեական գործերով, որոնք որ այլ տեղերում լինում են, դրանով անպայման կալանք որպես խափանամիջոց չի կիրառվում, բայց այս դեպքերում հատուկ կիրառվում է։ Եվ ունենք հիմա այդպիսի դեպքեր, որ ավելի ծանր հանցագործություններ են համապատասխան անցով, որ հիմա քննվում են, նրանք չեն կալանավորվում, այսինքն սա արդեն խոսում է քաղաքական հետապնդումների մասին։ Եվ այս թեման իհարկե շատ կարևոր է, որ իրենք արձանագրեն, որ դա գոյություն ունի։ Երկրորդը, որ եկեղեցու դեմ արշավը։ Ասացի, որ նախ դա ոչ միայն սահմանադրության դեմ է Հայաստանի, այլ նաև ՄԻԵԴ-ի մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափորոշիչների հետ կապված խնդիր է, պրակտիկայի ձևավորված նախադեպային պրակտիկա կա, գիտեք, որ ՄԻԵԴ-ը ձևավորում է եւ այդ նախադեպային պրակտիկայով են գործերը քննվում։ Եվ ասացի, գնացեք ուսումնասիրեք Բուլղարիայի, Հունաստանի, Սան Մարինոյի դեպքերը, որտեղ շատ հստակ արձանագրվում է, որ ցանկացած միջամտություն ներքին ինքնավարությանը դա ապօրինություն է։ Պետությունը անջատ է եկեղեցուց եւ կրոնական համայնքները ունեն իրենց ներքին ինքնավարությունը եւ պետական որևէ լիազորություն է թվում դատական լիազորություն մտնել եւ այդ ինքնավարությունը խախտելը դա ուղղակի հակասում է ՄԻԵԴ-ի ձևավորած նախադեպային ուրեմն փորձին։ Եվ օրինակները բերեցի, ինչի մասին է խոսքը, մասնավորապես այս կարգալույց անելը դարձել է փաստորեն դատարանի վճռի չկատարում։ Այդ ասենք, որ հեռացնելը այդ պաշտոնից դատարանով վերականգնվել է դառել, ասի դա նույնն է, ոնց որ մենք ասենք կուսակցությունից մեկին հեռացնենք, գնա դատարանով վերականգնվի, օրինակ։ Եվ այդպես բազմաթիվ աբսուրդային օրինակ վիճակներ կարող են առաջանալ։ Եվ չէ, լսում էին, դրանք ասեցի, հեսա վերջում կասեմ, ինքնեւ արձագանքեցին, եւ իհարկե գերիների մասին էլ ասեցինք, ասի գերիների խնդիրը դուք ինքներդ պետք է հետապնդեք ամբողջ ուժով, որովհետեւ շատ լավ է, որ 4 հոգու ազատեցին 23-ից, բայց դա խոսում է այն մասին, որ հենց գերիներ էին, որ ազատեցին, ոչ թե տվել են, որ գնան իրենց կալանքը շարունակեն, պատիժը շարունակեն, ինչպես դա տեղի է ունենում։
այդ փոխանակումները հենց խոսում են նրա մասին, որ գերի են եւ սրանք շինծու դատավարություններ են նպատակը ազդել, ճնշել Հայաստանին գնալ նոր զիջումների։ Էս է իրականում տեղի ունենում եւ այդ հարցով դուք պետք է ակտիվ լինեք։ Իդեպ այդ հարցով իրենք ունեն հստակ դիրքորոշում, որտեղ խնդիր շատ չկա։ Եվ վերջապես ես անդրադարձա այդ հարցին, թե ինչպես ընդհանրապես ձեր մոտ ձևավորում միայն միակողմանի կարծիք այն բանի մասին, ինչ որ Հայաստանում տեղի ունի։ Ընդհանրապես Եվրոխորհրդի դիրքորոշում է, Եվրոխորհրդի, ես ասում եմ, ես ինքս մոնիտորինգ հանձնաժողովի անդամ եմ եւ բազմիցս այս հարցերը բարձրացրել ենք եւ օրինակ ինձ ոչ մի տրամաբանական adekvat պատասխան չտրվեց առայն թե ինչի չեղարկվեց համազեկուցողների այցը Հայաստան։ Եվ դա հարցրել եմ հենց համազեկուցողին։ Այո, մեկ համազեկուցող իտալացի պարոն Ֆասինոն հիվանդացել է, պարկել է, ինչի քթի վիրահատություն արել, կարծեմ ինչ որ բան։ Բայց ես իրան տեսել եմ դրանից հետո արդեն լավացած հիվանդանոցից դուրս, լավ կարելի է հետաձգել, բայց ոչ չեղարկել։ Այսինքն տպավորությունը, որ դուք պարզապես չեք ուզում լսեք այլ կարծիք, չեք ուզում լսեք ընդդիմադիր որևէ այլ մոտեցում։ Եվ ասեցի ինչու, ասի հասկացանք գոյություն ունի Եվրոպա-Ռուսաստան պատերազմ։ Եվ ասի հիմա, չգիտես ինչի եւ որտեղ որոշվել է, որ իշխանությունը այդ պատերազմում ճիշտ կողմում է, օպոզիցիան սխալ կողմում է։ Եվ դա դարձել է այնպես, որ ունիվերսալ չեն այլևս մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։ Այսինքն, եթե մարդկանց դիտում են իրենց թեթև ձեռքով Կրեմլի ագենտներ, օրինակ, ուրեմն նրանց իրավունքները կարելի է ոտնահարել։ Այսինքն սա պետք է ի վերջո վերացնել սա հեղինակության հարցն է նույն Եվրոպայի խորհրդի։ Եվ այս խնդիրը գոյություն ունի։ Նրանք լոյալ են, իշխանամետ են կամ Նայեք, եթե ես ձեզ ասեցի, չէ, հայտարարք են փակում փոխխախտումների վրա։ Իմ մոտ այդ տպավորությունն է, ես դրա համար էլ ասել եմ, կարծեմ հենց այս առիթով էլ հայտարարեցինք, չէ, իրանք որ չեն գալիս հերիք չի, միակողմանի էլ հայտարարություն են անում, օրինակյաբար այս մոնիտորինգի բանաձևը տեսել եք, չէ, որ միակողմանի ըստ էության գնահատումներ են, ճիշտ է, որոշ առումներով նաև քննադատություն կա իշխանություններին, բայց եթե չեք եկել գոնե մի խոսացեք։ Իսկ եթե պետք է խոսակ, եկեք նոր խոսացեք։ Ասեցի, իհարկե, ասեցի միակողմանի է ձեր պատկերացումները եւ գնահատումները, եւ սա մեր համար անընդունելի է։ Այդ օրինակ ինչի են բերում, ինչեք չեղարկում այցը։ Համազեկուցողները ինչի պիտի չգային։ Իշխանության ներկայացուցիչները ինչ էին ասում, որտեղ Իշխանության ներկայացուցիչները դրանք չեն, իրանք այդ 3 թեմաներին էին անդրադառնում։ Իշխանության ներկայացուցիչները անդրադարձան այն 3 թեմաներին, որոնք որ իրենք ասել են։ Բանտարկյալներ չկան, օրինակ այդ թեմայով չէին հակադարձում։ Չէ, ժամանակ չկար, իդեպ հակադարձել, հələ ինչ որ ես ասում եմ, դա մենք ստիպեցինք, որ մի քիչ երկարի հանդիպումը, որովհետև իշխանությունները չարձագանքեցին ձեր ասածներին։ Չասեցին դե ընդդիմության տեսակետն է, շատ, որտեղ ժամանակ չկար։ Նախ հանձնակատարը ասեց ժամանակ չկա։ Հանձնակատարն ասեց, որ այո, եւ մենք, այսպես ասեմ, կարճ ասեմ, դուք ասեցիք, մենք լսեցինք։ Հիմա եւ լսեցին ինչի մասին, քաղբանտարկյալների արկայության մասին, եկեղեցու հետ կապված խնդիրների մասին եւ մեր հարաբերությունների մասով ասես որոշ հարցեր կան իմ կոմպետենցիայից դուրս են, մասնավորապես մոնիտորինգի այցման եւ այլն, դա այդտեղ ճիշտ ասում, բայց մյուս հարցերը իր կոմպետենցիայի մեջ են։ Գերիների հարցով բնականաբար, որտեղ ինքը ավելի շատ շեշտը դրել էր փախստականների ինտեգրման հարցի հետ կապված։ Չբացատրեցին ոնց է իրանց օրակարգը ձևավորվել, ինչի է 3 հարցը։ Դե այդ իր իրավունքն է։ Հարցում են արել այդ Չէ, դրանց չհասցրեցինք, հարգելի են, ժամանակ չկար։ Իսկապես 45 րոպեରେ, որից 10 րոպե նախուշացումով մտանք, նախորդը բաներ, հա։ Այնպես որ ժամանակ չկա, այսպեսի կարճ հանդիպումներ, այդ դժգոհությունը հայտնեցինք, ասեցինք մենք դրա համար ասում էինք առանձին ընդդիմության հետ հանդիպում ունեցեք, ինչը դա տենց արգելված է, ես չեմ հասկանում։ Իսկ արտախորհրդարանական ուժերի բաների հետ հանդիպում նախատեսվում է արտախորհրդարանական ուժերի կամ ինչ-որ։ Ես չէ, կարծեմ չէ։ Չէ, կարծեմ, չգիտեմ ճիշտ ասած իրանց ծրագիրն ամբողջությամբ, բայց եթե ընդդիմության հետ են խորհրդարանական գոնե ընդդիմության հետ առանձին հանդիպի, այլ հանդիպում պատվիրատվության կազմի մեջ, դե լավ։ Որ ասում եք դուք խոսեցիք, ես Մնացել են իրենց կարծիքին նախապես ինչպես Ասեցին դրանք արձանագրեցինք այն ինչ որ դուք ասացիք, դուք ասեցիք, մենք լսեցինք, քաղբանտարկյալներ եւ այլ եւ այլը։ Սրան իհարկե մենք կհետևենք, որ ասեցինք նաեւ ուղարկելու ենք ձեզ ավելի փաստարկված ամեն գործ առ գործ, այսպես ասած,
ասեցին լավ դա երբ ուսումնասիրենք, այդքան է, հիմա ինչ կանեն, դրանից հետո չգիտեմ։ Իրենց զեկույց են, չէ՞, հրապարակելու, երբ է սպասում իրենց զեկույց։ Հա, դե հանձնակատարը այցից հետո ինքը հաշվետվություն է ներկայացնում, ես կարծում եմ, պետք է որ ապրիլյան նստաշրջանին, հուսով եմ ապրիլյան նստաշրջանին որևէ արձագանք արդեն կլինի։ Պարոն Ռուստամյան, նույն այդ հարցի Ռուսաստան-Եվրոպա թեմայով ես քաղաքական Բաքվյանին հասցրեցի, կրկին հիշեցի հիբրիդային պատերազմի մասին եւ ասաց, որ դիտարկմանը, որն այդ հիբրիդային պատերազմը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ, ասաց չէ, եւ ըստ էության հաստատեց, որ Ռուսաստանի կողմից է հիբրիդային պատերազմ։ Սա ինչպես է գնահատում, այսինքն իրենք նույն այդ Եվրոպայի պաշտոնյաներին նույն բանն են ասում, որ ինչպես դուք եք ասում, Չէ, իրանք հիբրիդային պատերազմի բանի թեմաների մեջ չեն մտել, ասում եմ, շատ կարճ ժամանակ խոսեցել ենք այսքանը, էս էլ հազիվ կարողացել ենք այսպես համառոտ գոնե ներկայացնել։ Եթե մեծ հանդիպում լիներ, մի քիչ գոնե 1 ժամ գոնե, հա, մենք մենակով նորը մենք մի ժամ հանդիպեինք, դե ես ու Մամիջանյանը երևի մի 10-15 րոպե հազիվ կարողացել ենք, ես ու Մամիջանյանը միասին։